Երբեք իմացել, որ դուք Էջմիածնի գրանցում այլևս չունեք եւ ինչով է պայմանավորված եղել։ Մի քանի օր առաջ տղաս թորնիկից տանում է դպրոց, տեղեկանք են ուզում։ Գնում է անձրագրային բյուրո, պարզվում է, որ մենք ընտանիքով թորոսել միասին 14 թվին դուրս ենք մնացել Բաշվառումից։ Պարզվում է, որ հարցս, որի անունով էինք արել տունը, դույմ է գրել, որ մենք բոլորս դուրս գանք, բայց հարցս ընդհանրապես հայերեն գրել չգիտի, Ռուսաստանի բնակիչ է եւ խայտարակություն չգիտեմ։ Դիմեցի վարչական դատարան եւ բոլորն ասում են, որ դա խնդիր չի, արագ կլուծվի, որովհետեւ ես 50 քանի տարի արդեն Էջմիածնում եմ ապրում, իմ ամենաշատ բացակայած ժամանակը մի ամիս ու կես ա եղել այս երկրից։ Եվ հիմա տենց վարչական դատարանը մերժեց։ Եվ բացի դա էլ մեզ ազգագրային բյուրոն տեղակայել, որ Ռուզաննան, որը մենք տենց հարցս տես բարեկամ չունեմ, հարցս անունը Սուզաննա Գրիգորյանը, ես տեղեկանք են տվել, որ Ռուզաննա Գրիգորյանը ձեզ հանել է գրանցումից։ Տես մարդ մենք չենք ճանաչում։ Այսինքն այստեղ միտում եք տեսնում։ Ցանկալի չի, բայց տենց է դուրս գալիս։ Թաղան լիազորը տեղեկանք է տվել, որ փաստացի բնակություն են կարել, այսինքն որևէ բան չկա, եթե փաստացի ապրել եմ այս քաղաքում, այս երկրում։ Պատրաստ են էջմիածնիցիները, պատրաստ են բոլոր տեղերն ասեն, դիմեն, ինչ կա դրա մեջ, որ ասենք թե վրիպում ա եղել, դուրս եմ մնացել, բայց ես փաստացի ապրել եմ այս քաղաքում։ Դժվար է գրանցելը կամ ինչ կա դրա մեջ։ Հիմա ինչ փուլում է գրանցման, փուլում է թե մերժվել է կրկին։ Չէ, վարչական դատարանը մերժել է։ Ինչու։ Դե գրանցում չունեմ մերժել է, չգիտեմ արդեն։ Ինձ հավաստիացնում է, որ ընդամենը կես ժամում այդ հարցը կլուծվի, որովհետև փաստացի դու ապրում ես այս քաղաքում, ինչ որ վրիպում ա եղել, ինչ որ բան, սա դնենք մի կողմ, բայց ես ապրում եմ այս երկրում։ Ուրիշ տեղ չեմ գնացել կամ Թաղան լիազորը տվել է, որ ես փաստացի այս քաղաքում արդեն երկար տարիներ ապրում եմ։ Ստորագրահավաք է նաև իրականացվել, որպեսզի դուք քաղաքապետի թեկնածությունը առաջ։ Հա, տես բերում են, ասենք, Էջմիածնին ուզում է վերջապես մի շարք բաներից ազատվի, ամեն քայլափոխին դիմում են ինձ, բայց դե հիմա ոչինչ։ Սա էլ է կարևոր։ Ձեր թեկնածությունը արդեն չեք կարող առաջադրել քաղաքապետի ընտրություններում եւ նաեւ նշել եք, որ այլ կերպ փորձեք քաղաքի համար պայքարել։ Դե իհարկե պետք է վերջերս սա մեր երկիրն է, պետք է այս երկրում հայաստանցին արժեք ունի, ինչպես իմ համար էջմիածնին արժեք ունի այս քաղաքում։ Հիմա առաջադրման հետ կապված է, ինչ պիտի անենք։ Կսպասեմ, կարող է մեկ էլ մարդիկ երևի հասկանան, զգան, օգնեն կամ չգիտեմ վերևները։ Ես բացարձակ սիրտս չի գնում տենց ես իմ կներեք, որ քաղաքապետ դառնամ, բայց ուղղակի քաղաքս, ինչպես բոլոր տեղերը, քաղաքս փոփոխությունների կարիք ունի, Էջմիածնին դրա կարիքն ունի։ Էջմիածնին։ Այսօր շատ ավելի լավ է, որ լուսավորություն կա, մաքրություն կա, չգիտեմ ինչ, բայց այսօր արժեքը Էջմիածնին է, որը չգիտեմ ինչ խնդիրներ ունի դեռ։ Ինչ խնդիրների մասն է խոսքը մանրամասնեք եւ ինչ փոփոխություններ պիտի արվեն ըստ ձեզ, հա։ Ես ուզում եմ, որ Էջմիածնին լիարժեք հանգիստ իր քաղաքում ապրի, այդքան բան։ Ապահովված ամեն ինչով։ Այս շրջանում նաեւ շատ է խոսվում, որ ձեր նկատմամբ ճնշում է գործածել մասնավորապես Մանվել Գրիգորյանը, որպեսզի ձեր թեկնածությունը չառաջադրեք, հա, հայտնի կոնֆլիկտ։ Չէ, բացարձակ տեսման չի եղել։ Ին վրա եւ ընդհանրապես ոչ մեկ ճնշում չի կարող գործադրել։ Բացարձակ ոչ մեկ։ Ես վարվում եմ այնպես, ինչ ոնց որ իմ հետ եմ վարվում։ Կհարգեն ինձ կհարգեմ, չեն հարգի, չեմ հարգի։ Այդպես խնդիր չկա եւ ին վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել։ Այդ հայտնի միջադեպից ելնելով են այդպես ասում, հա, վերջին հայտնի միջադեպը ձեր։ Չէ, արդեն դրանք անցած բաներ են ուղղակի։ Հիմա ձեր հարաբերությունները շփվել են։ Ում հետ։ Մանվել Գրիգորյանի, Կարեն Գրիգորյանի։ Ես Կարեն Գրիգորյանին ընդհանրապես չեմ ճանաչում, Մանվել Գրիգորյանին 90 թվից եմ ճանաչում եւ մենք սենց
Ոչ ես կողմ, ոչ են կողմ, մենք իրար չենք շփվում ընդհանրապես։ Ես բոլորի հետ վարվելու եմ այն ձև, ոնց որ վարվել են իմ հետ։ Ես երբեք ոչի բանի տակ չեմ մնում։ Ես բոլորին հարգում սիրում եմ, եթե ինձ հարգում սիրում են։ Այսինքն եթե ճնշում գործածվեր, պատասխանը կստատնային։ Միանշանակ շատ խիստ։ Եվ պարոն Աբգարյան, այս դեպքում լավ ձեր գրանցման խառնաշփոթը ինչի հենց այս ժամանակահատվածում Ճիշտ ասած առիթ չէ եղել, որ մենք հետաքրքրվենք իմանայինք, տենց ուղղակի իմ հետ որոշակի խնդիրներ եղավ։ Տենց մենք մի քիչ խառը վիճակի էինք եւ sense պատահական իմացանք, բայց շատ զարմանալի է։ Հարցս հայերեն գրել չգիտի։ Նա չէր կարող գրել։ Ազգագրային բյուրոյի տեղը չգիտի։ Չգիտեմ մի բան պատահականություն է ինչ է, բայց ամեն դեպքում սա հանցագործ հանցագործությունը ոչ ես հաստատի ես այս քաղաքում ապրում եմ։ Բոլորը գիտեն, որ այս տեղից չեմ բացակայել, ես քաղաքից բացակայել եմ ընդամենը մի ամիս ու կես։ 53 տարուց ավել, ասենք 3 տարեկան չէ ուրիշ գյուղում եմ ապրել։ Հիմա ես ընդամենը կարող եմ հանգիստ ինձ գրանցել տեղեկանքը տալ, որովհետև ես փաստացի այստեղ բնակվում եմ։ Եթե տեխնիկական այս վրիպակը կամ չգիտեմ, այս խառնաշփոթը գրանցման հետ կապված չլիներ, դուք կառաջադրեիք ձեր տեխնացությունը։ Իհարկե, իմ ընկերներս բոլորը պատրաստ են։ Ցուցակներ ունեմ գրած, ստորագրած, խառը բերել են, չգիտեմ, տարբեր թաղամասերից։ Կարծեմ 100-ից ավել, հա։ Շատ ավել։ Այսինքն նույնիսկ 1000-ից ավել։ Շատ ավել։ Որպես Էջմիածնի նախկին քաղաքապետ, այսօր Էջմիածնում առաջին քայլերը, որ պիտի արվեն ըստ որոնք պիտի լինեն, այսինքն փոփոխությունների տանող քայլերը, եւ Կարեն Գրիգորյանն արդեն հայտնի է, որ առաջադրել է իր տեխնացությունը, հա։ Ես ուղղակի ուզում եմ, որ Էջմիածնին իր քաղաքում լիակատար հանգիստ ապահով ապրի։ Ես չեմ ուզում Էջմիածնին լքի այս քաղաքը։ Ես ուզում դրսում ինչքան Էջմիածնի կա, հասկանան, տեսնեն, որ քաղաքը կայացած է, քաղաքը իրեն սպասում է հետ գան։ Իմ ամբողջ խնդիրը, որ Էջմիածնին աշխարհում այնտեղ երկիր չկա, այնպես քաղաք չկա, որ համար Էջմիածնի չլինի։ Ես ուզում եմ, որ իմ քաղաքացիները, իմ ընկերները հետ գան։ Ընդհանրապես այսքան բան ես չգիտեմ ոնց է աշխատել, իմ ցանկությունը դա է, որ Էջմիածնին իր քաղաքում լիարժեք ապրի, ապահով ապրի հանգիստ։ Ինչ փոփոխություններ եք տեսնում եւ առաջին փոփոխությունը, որը պիտի լինի, արտագաղթի պատճառն ինչ է կանում, այսինքն արտագաղթի պատճառը հենց Էջմիածնում է, թե բոլոր տեղերում արտագաղթի այդպես չի կարելի ասել, բայց դե մի տեղից պետք է սկսի։ Ես վերջում իմ հետ էլի հաղորդում եղավ մի մեդալի պատմություն։ Ես մեջ բերեցի, որ Հայաստանի վերածնունդը ուզում ենք սկսենք Էջմիածնից։ Դե չստացվեց մի ուրիշ ձև մենք էլ կաշխատենք անել այդ ամեն ինչը։ Ինչ ճանապարհ։ Բոլոր միայն եւ միայն օրենքի սահմաններում։ Եթե լծակ չունենաք, ինչ փոփոխություն կարող եք անել։ Դե բայց մենք այս քաղաքում ինչքանով որքանով էլի մի բան արել ենք։ Մի ընկերներ ունենք, շրջապատ ունենք, ես պրոֆեսիոնալ բոքսի ասոցիացիայի նախագահն եմ Հայաստանի։ Սպորտի միջոցով մեր կապերն ունենք, պետք է անցանենք, որ քաղաքը կայանա։ Այսինքն այս ընտրություններով ամեն ինչ չի սահմանափակվում։ Իհարկե ոչ։ Սա ուղղակի միջոց էր արտահայտվելու, որ ուղղակի չստացվեց, ես շատ տխրում եմ, որ չստացեց, որովհետև էլ եմ ասում, փաստացի ես այս քաղաքում ապրում եմ։ Էջմիածնից երեխեք ունենք, որոնք դրսում պրոֆեսիոնալ բոքս են, ուրիշ երկրների համար ուրիշ դրոշի տակ։ Իմ ամբողջ խնդիրը, որ կայանար եւ Հայաստանի դրոշը ծածանվեր եւ Էջմիածնի ժողովուրդն իրեն լավ զգար։ Բայց դա կանենք, այդքան էլ դա մեկի մյուսին չի խանգարում։ Ես նորից եմ ասում, որ դա բացարձակ մի հատ ինչ-որ թեթև բան է։ Որևէ խախտում, որևէ ինչ-որ վատ բան հանցագործություն կամ օրենքի խախտում չկա։ Լավ, վրիպում է եղել, հասկացանք։ Վրիպում է եղել, ես էլ այս քաղաքում ապրում եմ իրոք։ Հազարավոր մարդիկ կարող են դա ապացուցել գրավոր գրանցեն ինձ ուղղակի տեղեկանքը տան։ Բոլորը գիտեն, որ այս քաղաքից չեմ բացակայել։ Մարդը կարա չմասնակցի, երբ որ գնա մի տարի, երկու տարի ուրիշ տեղ ապրի, հետո գա ասի ես այս քաղաքում եմ ապրում, ճիշտ չի։ Ինքը օրենքը խախտել է։
Բայց ես իմս տես չի, ես այս քաղաքում եմ ապրել արդեն երկար տարիներ։ Դուք որ հնարավորություն ունենայիք ինքներդ առաջինն այստեղ ինչը կփոխեիք, հա? Ոչ միայն արտագաղթի մասով նկատի ունեմ, այլ ընդհանրապես։ Մեր խնդիրը պետք է լինի, մեր պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ դու ես տերը քո քաղաքի, իշխանացին մենք սենց ենք որոշել, թե կուզելի առաջադրողներ կլինեն, որ հաստատ դրանով առաջնորդվեն, որ իշխանացին պետք է իմանա, որ ինքն է տերը իր քաղաքի։ Մարդը պետք է որտեղ որ ապրում է, ինքը պետք է իմանա, որ այդ քաղաքի տերն ինքն է։ Կարան ուրիշ քաղաքներից, ուրիշ գյուղերից գան, մարդիկ գրանցվեն Էջմիածնում ապրեն, կայանան, բայց պետք է միշտ մեկը մեկի փոխադարձ հարգանք լինի։ Իսկ Էջմիածնեցին ես ասեմ, որ շատ լավ, հնամոսով, պինդ, պատվով, ուժեղ տղա։ Եվ կանայք կան, եւ տղաներ կան, որոնք իրենց արժանապատվության համար պայքարել են միշտ։ Այսինքն հիմա խնդիր եք տեսնում արժանապատվության ընդունում։ Մենք խնդիր չենք տեսնում, մենք գիտենք, որ կա։ Դեռ մենք պատերազմի մեջ ենք, դեռ պատերազմը չի վերջացել, մեզ պետք է առողջ սերունդ, իսկ այս դպրոցը արդեն 10 տարուց ավել գործում է, մենք ամեն ինչ անում ենք, այս դպրոցում ոչ մեկ սիգարետ ծխելու իրավունք չունի շրջապատում։ Մեր խնդիրը, որ մենք ուժեղ, հայրենասեր երեխեք դաստիարակենք, որ եւ իրենց ընտանիքին, իրենց քաղաքին, իրենց երկրին տերել են։ Այս է մեր սկզբունքը։ Այնուամենայնիվ, վերադառնալով նաև ճնշումների թեմային, ձեր եւ Մամվել Գրիգորյանի, այսպես ասած, ջրերը ինչու մի առվով չեն խոսում, ինչն է խնդիրը եւ կարող է այս դեպքը իր հետ կապ ունենալ, այսինքն այս գրանցման հետ կապված ամբողջ բոդիսականը կարող է Մամվել Գրիգորյանի հետ կապ ունենալ։ Կներեք, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, ես ընդհանրապես բոլորին եմ ասում, ցավոք սրտի մեր ազգի արդեն ոնց որ խորացած թերությունը լինի։ Մենք ամբողջ հետևից խոսում ենք, դեմից իրար համբերում ենք, մարդը եթե այստեղ չի, իր մասին ոչինչ չեմ կարող խոսել։ Կներեք ինձ։ Մեր շատ կանայք այսօր իրենց ավելի լավ են պահում, քան թե շատ տղամարդիկ։ Մեկը մեկի հետևից խոսելով, բամբասելով, ասենց չի կարելի։ Եվ նաև ճնշումների մասով, Չկա ճնշում, ինձ որ չկա։ Նախկին միջադեպից հետո ինչ իրավիճակ է, հա? Հայտնի միջադեպից հետո, երբ ձեր մեքենայի հետ կապված, անվադողերի հետ կապված միջադեպ էր, հա, եղել Մամվել Գրիգորյանի, ձեր եւ անվտանգության աշխատակիցների միջև Մամվել Գրիգորյանի։ Չէ, դա այտենց թեթև թեմա էր, անցավ գնաց, բայց դա իմ հետ անցավ գնաց։ Չգիտեմ, էլի կարող է շարունակվում է ինչ, ես չգիտեմ, բայց ամեն դեպքում միջադեպ էր, դա տխուր բան է իհարկե, օրինակ ես մարդիկ կան, որ լիքը խնդիրներ ունեն, իրենք բժշկի կարիք ունեն, ինչ որ մեկը բժշկի, մեկը հոգեբանի, այդպես խնդիրներ կա, ասենք, պատկերացնում եք։ Խմող մարդը, շատ ներողություն նարկոման մարդը, բժշկի կարիք ունեն, դրանք պետք է բուժվեն։ Ամեն մարդը եթե մի թերություն ունի, պետք է բժշկին դիմի, բժիշկն իրենց օգնի։ Երեք ես մի միջոցառման էի, որտեղ սպորտսմեններ էին հավաքվել, կնունք էին անում։ Ես տղամարդ հոտ զգաց այդ երեխեքից, որ թե իմ մոտը ինչ էր, ոչ մեկ չէր ծխում, առողջ, քեֆ էին անում, ուրախանում էին։ Ես իմ ամբողջ կյանքից խնդիրը, որ հայ տղամարդը կայացած տղամարդ լինի, ֆիզիկապես առողջ, խելացի եւ հայրենասեր, ամենակարևորը։ Այսինքն, եթե դու քո ընտանիքը չսիրես, քո հորը, մորը չսիրես, դու երբեք քո քաղաքն ու քո հայրենիքը չես սիրի։ Ամեն ինչ սկսվում է ընտանիքից։ Իսկ մենք այսօր ամեն ինչ պետք է անենք, որ մեր սերունդը գոնե ապահովելնի եւ մեր եթե ինքը ուժեղը, մեր երկիրն էլ ապահով կլինի։